Գոր Սերի Թումայանցիներ ողջունում ենք բոլորի հլը տեսարանն նայք, ես ինչ եք դուք մեզ հետ անում ժողովուրդ ջան, այսքան ելույթ ունենալ չի լինի ստեղ, այն հացը տենց, այս պասին է, հանգիստ, հտ տեսարանը սենց, այդ հացը սենց և այլն, և շատ շնորհակալ եմ նախ ջերմ ընդունելության համար, աղ ու հացի համար, իրոք սոված էինք և իրոք շատ համով սնվեցինք, մեր ընկերներից մեկը ասում է դե հատ տեսան որ սոված էինք, ես էլ ասում եմ հա որ մի բան կերած լնենք Instagram գցած կլնեինք, էլի եթե չենք գցել ուրեմն այսօր ոչ մի բան չենք կերել։ Սիրելի Թումանյանցիներ, ես շատ ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար և այսօր շատ կարևոր եմ համարում ձեզ հետ կիսել հետևյալը։ Նախ ուզում եմ այսօրվա մի քանի միտք կիսել և 8 տարի և հատկապես վերջին տարիներին 24 թվականից հետո էլ դրանից առաջ էլ ես իհարկե շատ հաճախ եմ ճամփորդում, այնպես չի որ ես կաբինետներում անընդհատ նստած եմ, մենք Թումանյան խոշորացված համայնքել ենք եկել տարբեր առիթներով, բայց այս քարոզարշավը ունի մի առանձնահատկություն, այսինքն այսպես իրար հետևից անընդհատ չի եղել, որ գործնականում մի ամսից ավելա մենք ճամփորդությունների մեջ ենք և այսօր ուզում եմ կիսվել, որ ավտոբուսի մեջ երբ որ նստած էինք, ազգային ժողովի նախագահի հետ նստած ենք և ես ասում եմ տպավորությունները սենց կուտակվում է, ի վերջո արտահայտվում է և ասում եմ այնուամենայնիվ մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը։ Ես դա եմ տեսնում ժողովուրդ, ես չգիտեմ ձեզ ինչքանով է տեսանելի, բայց երկիրը երկիր չի բառակապակցությունը, այլևս ուղարկված է պատմությունը, չկա այդ արտահայտությունը այլևս, որ երկիրը երկիր չի։ Մեզ ձեզ հետ միասին հաջողվել է ստեղծել երկիր, ստեղծել պետություն, դնել բարեկեցության հիմքերը և էլի ուզում եմ ասել, դա այսօրվա հիմնական գաղափարն է, որ այն արտահայտությունը, որ լավ է լինելու, երևի լավ կլինի, այլևս անցյալ է, որովհետև ոչ թե լավ է լինելու, այլ լավ է այսօր, լավ է հիմա, լավ է այստեղ, 2021 թվականին մենք եկանք և ձեզ ասեցինք, որ ապագա կա, դուք հավատացիք և վստահեցիք և այսօր ես հպարտ եմ ձեզ ասելու, որ ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է և դուք հիմա կանգնած եք ապագայի մեջ, ապրում եք ապագայի մեջ և ես այդ կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ։ Ինչով է լավ այսօր և ինչով է այսօր ապագա։ Ամենակարևոր բանը, որ մենք այսօր ունենք և նախկինում միշտ երազել ենք դրա մասին, դա խաղաղությունն է։ Մենք այսօր ունենք խաղաղություն և ես շնորհավորում եմ բոլորիդ այդ առիթով։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 2 տարի ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր և ժողովուրդ, մեր խնդիրը այդ 2 տարին դարձնել 4 տարի, 4-ը 8, 8-ը 20, 20-ը 50, 50-ը 100, 100-ը 500, 500-ը 1000 և այս խնդիրը մենք այսօր պետք է լուծենք, որովհետև գիտեք ես հիշում եմ իմ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, երբ որ ես ասում էի մարդկանց ասում էի, որ դե հիշում եք այդ ժամանակ մի պրոցես է, որ մարդիկ արագ փոփոխություններ էին ուզում, արագ իշխանափոխություն, ուզում էին ամեն ինչ արագ փոխվի։ Ես ասում եմ, գիտեք ինչ, փոփոխությունը երկար է տևելու, փոփոխությունը ժամանակ է տանելու։ Մարդիկ ասում էին մենք 500 տարի չունենք, որ սպասենք փոփոխության։ Ես էլ ասում եմ, պատկերացրեք, ինչ որ մեկը 500 տարի առաջ սկսած լներ այդ փոփոխությունը։ Այսօր արդեն մենք այդ փոփոխության մեջ կլինեինք։ Եվ մենք այսօր
այդ 500-ամյա եւ 1000-ամյա փոփոխությունների սկիզբն ենք դրել եւ մենք որդեգրում ենք Հայաստանի պետության հարատևության օրակարգը եւ մենք ասում ենք, որ մենք այս պետությունը սերնդեսերունդ պետքա փոխանցենք հաջորդ սերնդին, իր սերունդը հաջորդ սերնդին եւ Հայաստան պետությունը իր միջազգայինորեն ճանաչված այս տարածքում պետք է գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 500 տարի, 1000 տարի եւ այս օրակարգն ենք մենք որդեգրում եւ իրականացնում իրար հետ։ Երբ որ ես 2018 թվականին ընտրվել եմ վարչապետ, իմ առաջին զգացողությունը եւ համոզմունքը, չնայած դա բոլորս էինք զգում, որ Հայաստանի պետականության ավարտի ժամանակացույցը միացրած է, որ Հայաստան պետության ժամանակը սպառվում է, այդ սպառումը մենք կարողացել ենք ոչ միայն հաղթահարել, այլև ջարդուփշուր անել այն ժամացույցը, որը ցույց էր տալիս մեր պետության ավարտը։ Մենք այդ ժամացույցի փոխարեն, այդ ժամացույցը փոխարինել ենք հավերժության եւ հարատևության նշանով։ Ժամացույցը այլևս ցույց չի տալու մեր պատմության ընթացքի ժամանակը, ժամացույցը ցույց է տալու այլևս օրվա, միայն օրվա, բացառապես օրվա, իսկ մեր պետության գոյության զարգացման տևողությունը ցույց է տալու այս նշանը ճանաչում եք, այս նշանը ճանաչում եք, անվերջության նշանը, այլևս մեր պետության ճակատագիրը եւ պատմությունը ժամացույցով չի պարփակված, այլ հավերժությամբ է պարփակված։ Բայց ես էլի ուզում եմ ասեմ, շատ կարեւոր է մեր իրականության մեջ մեկ այլ բանաձևի փոփոխություն։ Երբ որ գա այդ գաղափարաբանությունը, որ մենք այսօր պիտի տառապենք, որ վաղը լավ լինի։ Ոչ, եթե այսօր տառապելու բանաձևն է, վաղն էլ այսօր, վաղն էլ վաղվա այսօրն է, մյուս օրն էլ այսօր, մյուս օրն էլ մյուս օրվա այսօրն է։ Եվ այսօր տառապելու գաղափարը նշանակում է հարատև տառապանք։ Եվ մենք մեր տառապանքները շատ ծանր փորձությունների միջով անցնելով մենք այլևս այսօրը տարանջատել ենք տառապանքից։ Մենք տառապանքը թողել ենք անցյալում։ Մենք տառապանքը թողել ենք անցյալում, բայց դա չի նշանակում, թե մենք ուրացել ենք մեր որևէ ողբերգություն, թե մենք ուրացել ենք մեր որևէ զոհաբերություն, թե մենք ուրացել ենք մեր որևէ նահատակի, որովհետև մեր նահատակների հիշատակը բարձր, ամենաբարձր պահելու ձևը Հայաստանի Հանրապետությունն է, զարգացած, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ եւ հարատև, հնարավոր չի ավելի մեծ, ավելի բարձր, ավելի հարգալից կերպով խնկարկել եւ հիշել մեր նախնիներին, մեր բոլոր ժամանակների նահատակներին, քան զարգացած ազատ, երջանիկ, բարեկեցիկ, անվտանգ, խաղաղ Հայաստանի Հանրապետությունն է։ Այսպիսի Հայաստանը ամենամեծ հիշատակը եւ ամենամեծ հուշարձանն է մեր բոլոր ժամանակների, բոլոր նահատակներին, մեր հազարամյա նահատակներին ամենամեծ հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ուրեմն շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ մենք հիմա գտնվում ենք ահա այդ հազարամյա պատմական խաչմերուկի վրա եւ մենք պետքա տեր կանգնենք մեր պատմությանը, պետքա տեր կանգնենք մեր պետությանը, պետքա տեր կանգնենք մեր ապագային, պետքա տեր կանգնենք մեր խաղաղությանը եւ դրա համար անհրաժեշտ է, ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք հետեւյալ տրամաբանությամբ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է հասկանալ եւ արձանագրել, թե ինչու ենք քվեարկում 16-ին։ Իսկ քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը
Թումանյանին, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ հունիսի 7-ը ունի մի շատ կարեւոր առանձնահատկություն։ Հունիսի 7-ը այն օրն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է շատ հստակ ինքը իրեն հաշիվ տա, որ երկրի ճակատագիրը, երկրի ապագան կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ ով այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով կա այդ մեկ մարդկանցից, բարձրացրեք ձեր ձեռքերը, ով կա այդ մեկ մարդկանցից, բարձրացրեք ձեր ձեռքերը, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Թումանյանին, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանին, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Ժողովուրդ ջան, այն ժամանակը, որ նախատեսված էր, որ ձեզ հետ շփվեինք, նկարվեինք, այդ ժամանակը մենք օգտագործեցինք դավադրաբար խաշլամա ուտելու վրա, ժողովուրդ ջան։ Եվ հիմա մենք արդեն պետք է ճանապարհ ընկնենք։ Շնորհակալ ենք ձեզ հյուրասիրության համար։ Հույս ունեմ չնեղացնենք ձեզ, բայց այնքան համով ընդհանրապես ես ձեզ ասեմ, որ այսքանը ասել եմ, էդ էլ ասեմ։ Դուք չեք պատկերացնի ինձնից ինչքան մեծ գեր մարդկային ջանքեր պահանջվեց, որ ես այդ հոյակապ սեղանից կտրվեմ, առավոտի ծանոթի բան չկերած ու գամ, հույս ունեմ կարեցա այն ասելիքը, որ ունեի եւ այն էմոցիան, այն զգացմունքները եւ այն սերը, որ ունեմ ձեր նկատմամբ կարողացա փոխանցել ձեզ։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։